Ամալիա Հովհաննիսյանի հեղինակային Live From հաղորդման նոր թողարկման հյուրը դերասան Կարո Հովհաննիսյանն է, ով զրույցի ընթացքում կիսվել է սպասված լուրով։ Starnews.am-ը հետևել է զրույցին, առանձնացնելով հետաքրքիր դրվագները։ Հաղորդավարուհու այն հարցին, արդյոք արդեն բալիկ են սպասում, դերասանը պատասխանել է. «Այո, վերջապես ես կհասնեմ դրան, ես կդառնամ հայր»։ Այս հայտարարությամբ դերասանը փաստացի հաստատել է, որ շուտով հայր է դառնալու, կյանքի նոր ու կարևոր փուլ մտնելով։ Իսկ մեզ մնում է հավելել, որ դերասան Կարո Հովհաննիսյանն ու նրա կինը ամուսնացել էին 2024 թվականի տարեվերջին։ Ամուսնության մասին լուրը դերասանը հայտնել էր իր ինստագրամյան էջում, կնոջ հետ հարսանիքի օրը արված ֆոտոշարքը հրապարակելով։ Starnews-ը շնորհավորում է զույգին այս բարի լուրի կապակցությամբ, մաղթելով նրանց անսահման երջանկություն և մեծ սեր։ Նշենք նաև, որ Կարո Հովհաննիսյանն այս պահին նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալում։ Նրա կերպարն այս հեռուստասերիալում բավականին սիրված ու ընդունված է հանրության կողմից։ Հավելենք նաև, որ Կարոն հեռուստադիտողին հայտնի է որպես սերիալային դերասան, չնայած այն բանին, որ նա գործունեություն է ծավալում նաև թատրոնում։ Կարոն ամեն բան սկսեց «Դժվար ապրոստ» հեռուստասերիալից, հետո մի շարք հեռուստասերիալներին հաջորդեց նաև «Սարի աղջիկ» սերիալը, որը մեծ ճանաչում բերեց դերասանին։ Այժմ նա սկսել է իր նկարահանումները «Տանդեմ» հեռուստասերիալում։ Տարիներ շարունակ այս ասպարեզում լինելով Կարոն նաև շատ հաճախ մասնակցել է տարբեր հարցազրույցների ու պատասխանել մի շարք հարցերի, որոնք վերաբերում են նրա անձնական ու մասնագիտական կյանքին։ Տարիներ առաջ թերևս Live Panorama AM-ը զրուցել էր Կարո Հովհաննիսյանի հետ մի շարք թեմաների մասին, իսկ լրագրողի առաջին հարցը հետևյալն էր. «Կարո, ձեզ հեռուստադիտողը ճանաչեց սերիալային ժանրում, բայց կարծես զինծառայությունից վերադառնալուց հետո այս ժանրում չեք երևում։ Հետաքրքիր է, ի՞նչն է պատճառը»։ «Այո, մինչև ծառայության մեկնել ես հանդես էի գալիս հեռուստասերիալներում, բայց այդ փուլը այժմ անցնում է, անցյալում է այն։ Հիմա արդեն այլ, իմ մասնագիտական աշխատանքներով եմ զբաղված։ Ուժերս եմ փորձում ռեժիսուրայի ասպարեզում և արդեն փորձ ունեմ տեսահոլովակներում, գովազդային հոլովակներում։ Շուտով նաև ֆիլմում կունենամ իմ մասնակցությունը որպես ռեժիսոր։ Իհարկե, սկզբնական շրջանում կլինեն կարճամետրաժ ֆիլմեր, այնուհետև, երբ զգամ, որ պատրաստ եմ, կսկսեմ մտածել լիամետրաժ ֆիլմերի մասին ևս։ Այսինքն, կան նախագծեր, մնում է դրանք իրագործելը։ Իսկ այդ նախագծերը իրագործելու եմ ընկերներիս հետ միասին, որոնց հետ հիմնել ենք Friends Film Production-ը։ Մեր բոլոր ապագա ծրագրերը լինելու են համատեղ։ Պետք է նշեմ նաև, որ այս պահին աշխատում եմ պետական համակարգում ևս, Արաբկիր համայնքի մշակույթի բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, ռեժիսոր։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. «Դեռ չկան հստակ ծրագրեր։ Երբ հանդիսատեսը ձեզ կտեսնի եթերային նախագծերում»։ Կարծում եմ, դեռ վաղ է եթերային նախագծերի մասին խոսելը։ Հիմա իմ նպատակներն ու ծրագրերը այլ են։ Տարիներ առաջ դեռ նշել էր Կարոն։ Թեպետ վերջին շրջանում հեռուստատեսային նախագծերում չկաք, բայց հանրային միջոցառումներից գրեթե չեք բացակայում։ Այդ ակտիվությունները ինչով է պայմանավորված։ Ես բացակայել եմ եթերից, բայց ոչ ոլորտից։ Թե ինչով է պայմանավորված իմ նման ակտիվ կյանքը, կասեմ այսպես. պայմանավորված է նրանով, որ ոչ մեկնել եմ արտագնա աշխատանքի, ոչ էլ ինձ փորձել եմ այլ ասպարեզում։ Ուղղակի եթերում որպես դերասան այլևս հանդես չեմ գալիս։ Դուք արդեն հասցրել եք մի քանի միջոցառումներ վարել, գուցե դա առիթ լինի ձեզ որպես հաղորդավար տեսնելու։ Հնարավոր է, որ բացի ռեժիսուրայից որևէ հեռուստատեսային ծրագիր վարեք, կան նման պլաններ։ Ինչու ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է, չեմ բացառում, բայց այս պահին իմ բոլոր պլանները կապված են ռեժիսուրայի հետ։ Իսկ հաղորդավար լինելու համար դեռ շատ պետք է փորձեմ և աշխատեմ, որպեսզի հասնեմ այդ կոչմանը և իրավունքին։ Կիսատ-պռատ բաներ չեմ սիրում անել։ Ձեր լուսանկարներին հետևելով կարծես տպավորություն է ստեղծվում, որ միայնակ եք։ Այո, դա ճիշտ է։ Բազմիցս եմ նշել, որ չեմ ցանկանում իմ անձնական կյանքի մասին հրապարակային խոսել, երբեմն անգամ չեմ էլ հասկանում, թե նման տեղեկությունները ինչպես են հայտնվում համացանցում։ Երբ եք պատկերացնում ձեր ամուսնությունը։ Դեռ չեմ պատկերացնում։ Ավելի շատ պատկերացնում եմ իմ ապագա ծրագրերը, նախագծերը, ֆիլմերը, հոլովակները, քան իմ ամուսնությունը։ Դա պատկերացնելու համար դեռ շատ ժամանակ ունեմ։ Մեկ անգամ ևս հավելենք, որ այս ամենի մասին խոսել էր Կարոն տարիներ առաջ։
Դերասանի նշած մեծ դադարից ու ռեժիսուրային վերադառնալուց հետո նոր հեռուստասերիալ սկսվեց «Սարի աղջիկը», որտեղ դերասանը մարմնավորում էր գլխավոր կերպարներից մեկին։ Այս մասին եւ ոչ միայն Կարոն խոսել էր իր հարցազրույցներից մեկի ընթացքում։ Կարոյի խոսքով մինչև երկար դադարն առաջարկներ ուներ, ուղղակի այդ շրջանում հիմնում էր իր սեփական բիզնեսը եւ որոշել էր 1-2 տարի ժամանակը դրան տրամադրել։ Հետո սկսվեց կորոնավիրուսը։ Բիզնեսը սկորուստներ կրեց։ Նախորդ տարի որոշեցի վերադառնալու ժամանակն է։ Հիմա բիզնեսով հայրիկս է զբաղվում, որովհետև նկարահանումների հետ չեմ հասցնում դրան ժամանակ տրամադրել։ Նման երկար դադար նախկինում չէի ունեցել, բայց դերասանին երբեմն պետք են փոքր դադարներ, որպեսզի հեռուստադիտողին չհոգնեցնի։ Թեև երկար դադար եմ ունեցել, մոռացվելու խնդիր չի եղել, որովհետև հեռուստադիտողը հիշում է իր մեջ տպավորված կերպարներին։ Մինչև հիմա մարդիկ երբեմն ինձ հիշում են որպես Էդմոն, չնայած այդ կերպարը վերադարձ սերիալում խաղացել եմ մոտ 10 տարի առաջ։ Նախագծի հրավերը ստանալու նախորդող շրջանում ինձ շատ էին հարցնում. «Չես ուզում նկարահանվել»։ Կարոտս շատացել էր։ Նախագծի առաջարկը եղավ ու սիրով ընդունեցի, պատմել էր դերասանը։ Կարոն ընդգծել էր, որ երկար դադարից հետո աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կար, բայց այնպես չէ, որ կաշկանդված էր։ Առաջին նկարահանումների ժամանակ մի փոքր անսովոր վիճակ էր, բայց այդ վիճակն արագ անցավ, որովհետև ես նորից վերադարձա իմ ամենասիրելի գործին։ Մեր թիմը հրաշալի է աշխատում։ 2 խումբ ունենք, աշխատում են մեկը մյուսին լրացնելով։ Ներդնում են լավագույնը։ Նրանց հետ աշխատելը հաճույք է։ Պարբերաբար հեռուստադիտողներից հաղորդագրություններ եմ ստանում, որ ուրախ են ինձ եթերում տեսնել։ Նման հաղորդագրություններ ստանում էի դադարի ընթացքում, ասաց նա։ Կարոն վերհիշեց, որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ աշխատել էին տարիներ առաջ, «Դժվարապրուստ» հեռուստասերիալի շրջանակներում։ Դիանայի հետ աշխատող թիմում ինձ շատ հարազատ մարդիկ էին։ Ուրախ եմ ու շնորհակալ Դիանային ինձ նորից վստահելու համար։ Դերասանական կազմը շատ լավն է, նրա նախագծերը միշտ բարձր վարկանիշ են ունենում։ Մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկին՝ Վանին։ Էկրան վերադարձը շատ լավ ստացվեց, ավելի լավ դժվար էր պատկերացնել։ Կերպարը հետաքրքիր է, տարբերվող, որովհետև չնայած գլխավոր հերոսն է, իդեալական չէ։ Ֆիլմերում շատ ենք տեսնում, երբ գլխավոր հերոսը շատ իդեալական է լինում։ Միշտ ճիշտ է, բարի։ Վանը անսխալական չէ, հակասական շատ բաներ է անում, բայց ունի արդարացում, սիրում է Լուսեին։ Վանը կարող է այնպիսի քայլ անել, որ հեռուստադիտողների քննադատությանը արժանանա, բայց նա անընդհատ ասում է, ուզում է իր կյանքը սիրով ստեղծել, նշել էր դերասանը հարցազրույցներից մեկի ընթացքում։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար առանձնացրել էր այսքանը։